Մի րոպե։ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը մասամբ է բավարարել դատարանը։ Վարչական հսկողություն է սահմանվել։ Մարգարյանը շաբաթը 2 անգամ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն ստորագրությամբ հաստատելու, որ չի լքել բնակավայրը։ Սահմանափակվել է նրա շփումը գործով անցնող մարդկանց հետ։ Պարզա, որ ինչ-որ առումով մենք, այսպես ասած, հաղթանակած ենք դուրս եկել Միքայել Մարգարյանը ազատության մեջ է։ Նրան գիշերն են տան բակից ձերբակալել 15-20 իրավապահներ, որոնց թվում նաև հատուկ ջոկատայիններ են եղել։ Ամեն ինչ տեղի ունեցել նրա դստեր, մոր ու որդու աչքի առաջ։ Ականատեսների պնդմամբ բռնի ուժ կիրառելով են նրան նստեցրել մեքենան, չնայած Միքայելը պատրաստվում էր ինքնակամ գնալ նրանց հետ։ Բարև ձեզ։ Զրուցենք։ Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով է մեղադրանք առաջադրվել Միքայել Մարգարյանին։ Նա ազգային ժողովի մոտ անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նկատել էր Ալեն Սիմոնյանին, մոտեցել, առաջարկելով զրուցել։ Սիմոնյանի կոպիտ արձագանքից հետո լեզվակռիվ էր սկսվել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։ Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մենք գործողությունը ընդամենը եղել է ծայրահեղ անհրաժեշտություն, մենք գործողություն ենք կատարել ի պատասխան մեր դեմ իրականացված գործողության։ Դրա համար այս առումով սա քրեորեն պատժելի արարք չի։ Եթե քեզ մեկը պիստոլետը պահել է վրա, իսկ դու եթե դրանք փետով խփում ես իր գլխին, դա չի նշանակում, որ դու հանցագործ ես։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չի փոշմանել հնչեցրած հայհոյանքների համար, այլև ուրանալով ՔՊ էթիկայի կանոնագիրքը վստահեցրել է, ով իրեն հայհոյի, պատասխանը կստանա։ Փողոցում Հայաստանի քաղաքացու հետ սկանդալային վեճից մի քանի ժամ առաջ նա ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր պատգամավորներին վստահեցնում էր, թե նրանք չեն կարող դուրս գալ ու հանգիստ քայլել փողոցով։ Վերցնում եք Ռոբերտ Քոչյանի թաթիկը եւ գնում եք Սյունիք փողոց ուղիղ եթերով քայլելով։ Կարող եք։ Չեք կարող։ Ալեն Սիմոնյանը Սյունիք չէր հասել։ Երևանում ազգային ժողովի դիմաց հասարակ քաղաքացիների հետ հանդիպումը այնքան էլ հաջող չէր ընթացել։ Ճակատագրի հենց հեգնանքն էլ այդտեղ էր, որ Ալեն Սիմոնյանի համապատասխան հայտարարությունից հետո բառացիորեն 2 ժամ անց Ալեն Սիմոնյանը իր համար ճիշտ է թիկնապահների մի ամբողջ զորքով շարժվում էր, երբ ուղղակի սովորական քաղաքացու հետ, թե քաղաքական գործչի ինչպես իրենք կասեն, շփման արդյունքում դարձավ այն, որ վիրավորանքներ, անընդունելի վարքագիծ, որի արդյունքում նաև ձերբակալվեց Միքայել Մարգարյանը, որը ուղղակի անթույլատրելի է, այսինքն սովորական հնչեցված, նույնիսկ եթե վիրավորանք դրա համար ձերբակալվում են, սա հայտարարություն է պարզապես։ Բարելույց ձեզ ժողովուրդ։ Գրիգորյանը նկատում է ԿՊԱ-ականները, որ ուզում են ցույց տալ, թե իրենք շարունակում են վայելել ժողովրդի վստահությունը, ամեն անգամ փողոց դուրս գալիս հակառակ պատկերին են բախվում։ Հայաստան խմբակցության պատգամավորը վստահ է, իրականությունը շատ ավելի դժբախտ ու դժգույն է ԿՊ-ի համար, քան թվում է։ Եթե նույնիսկ իրենք այդ մի ամբողջ շքախմբով չգնային, իրենց ամբողջ ախրանայի այդ կազմով չգնային, վերաբերմունքն շատ ավելի ակնհայտ կլիներ իրենց նկատմամբ, որովհետև եկեք ընդունենք, որ ամեն մարդ չի, որ պատրաստ է այդ մարդկային այդ հոսքի ախրանաների ներկայությամբ իրենց կարծիքը հնչեցնել, իրենց դիրքորոշումը հնչեցնել։ Դա ինչ հրահանգներ եք այդտեղից տալիս։ Իսկ ով կարողանում է ԿՊԱ-ական պաշտոնյայի աչքերի մեջ նայելով ասել իրականությունը, հայտնվում է Փաշինյանի դեմ խոսողներին լռեցնելու նախընտրական հատուկ օպերացիայի թիրախում։ Լիլիթ Սարգսյան, Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։